Լրիվ ինքնաբուխ է, ոչ մի կազմակերպվածություն չի եղել, ակտիվիստներ են, քաղբանտարկյալների կանայք, երիտասարդական, հասարակական կազմակերպություններ։ Ինձ թվում է մի փոքր շանս է բացվել, մի փոքր հույս է բացվել, որ խորհրդարանի պատգամավորները այսօր իրենց մի քիչ լավ կպահեն, միգուցե կզղջան իրենց տարուկես գործած առաջ մեղքերի համար, իրենց ընկերներին բանտերը ուղարկելու համար։ Եվ այսօր փոքր հույս կա, փոքր լավատեսություն կա, փոքր հնարավորություն կա համաներման միջոցով քաղբանտարկյալ տերմինից ազատվելու։ Ուզում եմ լավատես լինել, ուզում եմ ինքս ինձ լավատեսություն փոխանցել, որ պատգամավորները ռադիկալ համարձակ որոշում կկայացնեն բոլոր քաղբանտարկյալներին ազատելու։ Բայց մյուս կողմից էլ մտավախություն ունեմ, որ չի ստացվելու այդ ամենը, որովհետև իրենք իսկ ճնշման տակ են ինչպես առաջ, այնպես էլ հիմա։ Հուսանք, այսպես ոնց ասեմ, հուսամ, որ տղամարդկություն մեջները կարթնանա, մի քիչ թասիբ նամուս կարթնանա եւ մի քվեարկությունով ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին։ Ընդ որում դրանով եւ եվրոպական կառույցների առաջ մի քիչ նամուսով դուրս գալու եւ Հայաստանի ժողովրդի առաջ եւ սեփական մարած վարկը բարձրացնելու խնդիր կարող են լուծել։ Խնդիրը իրենցն է, ես ուզում եմ հավատալ, ուզում եմ կոչ անել, որ տղամարդու նման պահեն իրենց եւ Հայաստանում քաղբանտարկյալ տերմինը այլևս գոյություն չունենա։ Ուրեմն մենք եկել ենք, որովհետև ազգային ժողովը այս ամնեստիան քննարկում, բայց գիտեք, այս ամնեստիան այս հարցը չի լուծում, համաներումը մեր հարցերը չի լուծում։ Մենք պահանջում ենք արտարություն, արտարացման, ու չի կարելի է, ասենք, այս Սերժի նվեր չի, որ այս թղեք անմեղ են, ու դա դատարանում ապացուցվեց, որ անմեղ են, նրանք պետք է բոլոր դուրս գա։ Ու հետո այս համաներում բոլորին չի վերաբերվում։ Եթե Ալիկ ոնց դուրս կա, եթե Սափեյանները ներսում են, Արամ Բարեգամյանը ներս պիտի մնա, Աշոտ Մանուկյանը, մյուսները, Մուշեր Սաղաթելյանը պիտի ներս մնա։ Այս համաներում մեր հարցերին չի լուծում ու պահանջում Հարությունի մոտ է արդեն, հաշտում։
Ասма 150 է, դարձանը 150 հազար դառնա, դա ինչ կապ ունի։ Եվ ես գալու բերել։ Գործողությունները փոխվում են գործող օրենսդրությունը։ Մի քանի զբոսաշրջություններից հետո եթե երկրորդ կողմն Զեկրում բանկում բացառվում է, որ անօրեն ձևով Մեր վախը մարտի 1-ին ճապել է թվականակը, թեկուզ ինքնաբուխի։ Եվ աղմկահարույց գործողություն են անում։ Մեր պահանջից հետո եթե չդադարեցնեն, օրենքը թույլ է տալիս դրանց նկատմամբ կիրառել միջոցներ։ Դադարեցնելու ուղղությամբ։ Դրանք թող դադարեցնեն։ Ադուք միջոցներ կազմակերպեք նորա։ Հիմա ամեն մի հարցով չեն կարող Ձեր չեք խանգարում, թողեք նստեն։ Ինչու՞։ Կային պարտականությունները հայրենիքի ծառայել է հացառում հայրենիքի ծառայել է ձեր Ես պատասխանատու եմ քո անվտանգության համար։ Ես հայրենիքիս համար եմ Դու չկարողացիր ես որը։ Դուրը դեր սովորի բանակի տարիքում։ Եվ որ ես տարիքում էլ քան հասկանում դուք այդ տարիքում վաղ պետք է հասկանաք։ Մենք դեռ հասկանում Դա հիմա դե ցանկություն չկան տարածում։ Նստած։ Դա